Թղթի այս կամ գուցե այս կտորը կարող է որոշել մեր ու երկրի ապագան։ Ընտրություններին մասնակցելով ու քվեարկելով ենք մենք որոշում, թե ինչ ճանապարհ պետք է անցնի մեր երկիրը հաջորդ 5 տարիներին։ Թեմա համար 1-ի այս թողարկմանը կպատմենք, թե ինչու է կարևոր ընտրություններին մասնակցելը ու ինչ հետևանքներ կարող է ունենալ ընտրություններին չգնալը։ Հայաստանում անցկացված վերջին համապետական ընտրություններին 2021-ի խորհրդարանականին ընտրության իրավունք ունեցող 1,313,515 մարդ չի գնացել ընտրատեղամաս ու չի քվեարկել։ Այս մարդկանց գոնե մի մասը ամենայն հավանականությամբ բնակվում է Հայաստանում։ Նրանք կարող են համաձայն լինել կամ չլինել վարվող արտաքին կամ ներքին քաղաքականության հետ, բայց փաստացի նրանց կարծիքը որևէ կերպ չի արտահայտվում։ Հայաստանում անցկացվող համապետական ու տեղական ընտրություններին մասնակցողների թիվը տարեցտարի նվազում է։ Ամեն տարի ավելի ու ավելի քիչ մարդ է օգտվում սահմանադրական իր այս իրավունքից։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 60.9%-ը, կամ 1,575,000 մարդ։ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակիցների թիվը կազմել է 1,261,000 մարդ, կամ 48.6%։ 2018-ին նորընտիր իշխանությունները ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը բացատրում էին ցուցակներում առկա անճշտություններով եւ ընտրողների վրա ազդեցության բացակայությամբ։ Իրական ընտրողների թիվը, երկրում գտնվողների թիվը այնուամենայնիվ մի փոքր ավելի փոքր է, քան այսպես ավանդաբար եկել է որպես բան, հիմք հաշվարկի համար, եւ այս առումով գուցե մի քանի տոկոս իրական պատկեր ավել է, քան վիճակագրական զուտ տվյալները կարող են խոսել, եւ երկրորդը դե նաեւ անձրև։ Իսկ 2021 թվականի հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անձրև չկար, բայց ընտրողների 50.6%-ը չգնաց ընտրատեղամաս։ Ընտրական գործընթացներին մասնակցության ամենաբարձր ցուցանիշները անկախության առաջին տարիներին էին։ 1991 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 74%-ը։ Այս ընտրություններին էլ նախորդել էր անկախության հանրաքվեն, որին մասնակցել էր ընտրության իրավունք ունեցողների 95%-ը։ Հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Ընտրություններին մասնակցության վերջին տարիների ամենացածր ցուցանիշը Հայաստանում գրանցվեց 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ 824,000 ընտրողից քվեարկությանը մասնակցեց միայն 28.4%-ը, 243,000 մարդ։ Չեմ հիշում Երևանի մասնակցության նման ցածր ցուցանիշ։ Այսպիսով, 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ընտրողների մեծ մասը չի մասնակցում ընտրություններին ու չի իրացնում սահմանադրությամբ իրեն վերապահված գլխավոր իրավունքներից մեկը՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը։ Հայաստանում հատկապես մտահոգիչ է երիտասարդների ցածր մասնակցությունն ընտրություններին։ Շատ երիտասարդներ ասում են, որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Հայաստանի իշխանությունները ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշի պատճառներից մեկը համարում են ընտրակաշառքի վերացումը։ Եվ դա թերևս բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին տեղամասեր բերել չկա։ Իսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի կարծիքով ժողովրդավարական երկրներում ընտրություններին մասնակցությունը ցածր է լինում։ Ազատ եւ ժողովրդավարական ընտրությունները ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ։ ԿԸՀ նախագահի այս պնդումը մասամբ է ճիշտ։ Այո, սովորաբար ավտորիտար երկրներում ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ են նկարում, բայց ժողովրդավարական երկրներում միշտ չէ, որ ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշներ են գրանցվում։ Սկանդինավյան երկրներում, օրինակ, ընտրությունների մասնակցության միջին ցուցանիշը 80-ից 85% է, Արևմտյան Եվրոպայում 60-ից 75%։ Իսկ օրինակ Ավստրալիայում 2025 թվականին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 90.7%-ը։ Իսկ ինչով է պայմանավորված մասնակցության նման բարձր ցուցանիշը։ Պարզապես Ավստրալիայում գործում է պարտադիր քվեարկության մասին օրենքը։ Ավստրալիայի ընտրության իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին,
Հակառակ դեպքում կտուգանվի։ Օրինակ 2022 թվականին Ավստրալիայի Թասմանիա նահանգում ընտրություններին չմասնակցելու համար տուգանվեց 4300 մարդ $39։ Ընտրություններին չմասնակցելու համար տուգանքներ են նախատեսված մի շարք այլ երկրներում՝ Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Թուրքիայում եւ այլն։ Իսկ Արգենտինայում ընտրություններին մասնակցությունը պարտադիր է 18-ից 70 տարեկանների համար։ 16-ից 18 տարեկանները նույնպես ունեն քվեարկելու իրավունք, բայց այդ իրավունքը չիրացնելը տուգանք չի առաջացնում։ Եկեք տեսնենք, թե ինչպիսի տրամադրություններ են Հայաստանում ու արդյոք մեր քաղաքացիները պատրաստվում են մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Չէ, ես մասնակցում եմ։ Ուզեմ չուզեմ մասնակցում եմ ու իմ ուզած մարդուն ընտրում եմ։ Ես չէ։ Ինչի չեն գնում։ Երևի ինձ թվում է հիասթափությունից։ Հիասթափված է ժողովուրդը արդեն ամեն ինչից։ Ես չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Իմաստը չեմ տեսնում։ Պարզապես չկանք դրա մեջ ու ինչ որ բանից տեղյակ չենք ընտրություն կատարելու համար։ Բայց ինչ եմ անելու, որ չեմ մասնակցելու։ Չէ, դժվար։ Չգիտեմ։ Ում ընտրեմ որ։ Որ մեկին եմ ճանաչում որ ընտրեմ։ Պատական մարդիկ գալիս են ասում են ընտրեք մեզի, ո՞նց ընտրենք։ Երբեմն մարդիկ մեծ կարևորություն չեն տալիս ընտրություններին մասնակցությանը, մոռանալով, որ այդ իրավունքը ձեռք է բերվել տասնամյակների պայքարի շնորհիվ։ Give us the ballot, and we will no longer have to worry the federal government about our basic rights. Give us the ballot, and we will no longer plead to the federal government for passage of an anti-lynching law. 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինքնուրույն իշխանություն ձևավորելու հնարավորություն ստացան, բայց մարդկանց մի ստվար զանգված չի ցանկանում օգտվել այդ հնարավորությունից։ Նախորդ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 26 քաղաքական ուժ, 22 կուսակցություն եւ 4 դաշինք։ Ընտրության պակաս կարծես չկար։ Հունիսի 7-ի ընտրություններին էլ հավանաբար 1 տասնյակից ավելի ուժեր կմասնակցեն։ Հայաստանում ընտրություններին չմասնակցելու պատճառները տարբեր են։ Քաղաքական բևեռացում, Ռոբիկ, դու ոչ մի բան ես, դու ոչ հնչություն ես։ հիասթափություն, Երբ որ ասում եմ անասուն, կողքից ասում են ինչու ես ասում անասուն։ վատ քաղաքական միջավայր, Սերժիկ, այդ տղա, դու այդքան չկաս։ բայց այս եւ այլ պատճառները վերացնելու միակ տարբերակը ընտրություններին գնալն է։ Իսկ Հայաստանում մի քանի ամսից կրկին ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունն է վճռելու մեր կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեցող շատ հարցեր։ Արդյոք կբարձրանան հարկերը, թե կնվազեն, արդյունավետ կծախսվի պետական բյուջեն, թե կմսխվի, ինչպես կլուծվեն արտաքին քաղաքական ու անվտանգային հարցերը, կախված է այն իշխանությունից, որը մենք կձևավորենք։ Թեմա համար 1-ի հաջորդ թողարկումը կարող եք դիտել հաջորդ շաբաթ օրը ժամը 12:30-ին։ Մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք մեր Patreon-ին, վճարելով ամսական սկսած ընդամենը $2։